ամեն։ Այր մեր որհերինս ես, Սուրբ Երիցի անուն քո, Եկեսե արքայություն քո, Երիցի գամ քո, որպես հերբինս և էվրիկ, Ըսած մեր համաբազոր դուր մեզ այսօր, Եվ թող մեզ զվարդիս մեր, Որպես և մենք թողում մերոց վարդաբանած, Եվ մի դանիրս մեզ իպորցություն, Այ պրգյազ մեզ իչարեն, Զիքոր է արքայություն, և գորություն, և հար, Հաշվյանց հայդենից, ամեն։ Խաչիվդ քոյ խաուտյան, վրդյա ազատյա հերևելի և համերմույն տշնամույն, արժանավորյալ քոտյան պարավորելս կեզ ընթոր և սուրպովքույն, այժմ և միշտ և հավիդյանս հավիդենից, ամեն։ Ամեն։
Վարկես Մեսրոբյան, Վարկես Մեսրոբյան, Վարկես մի ամաչի, Վարկես մոդարի, մոդարի, անոն ինչ է, երկիր որ է, Սողոմոն Սողոմոնյան, Սողոմոն Սողոմոնյան, Սողոմոն, դու ես Սողոմոնը, հա, այդ աղա կեզ եմ ասում, անուն Սողոմոն չէ, հա, Սողոմոն Սողոմոնյանը չես, հա, մոդարի որքյագի, անոն ինչ է, վեհապատ էր, նա հայերեն խոսի չկի, հայերեն խոսի չկիդի, Սակայն նրան ով ընդունի, այն էլ որտեղ մի հոգևոր ուսումնարան, որից սանը մի օր գտակվի սկեն վարդավետի։ ուզածը ինչ է երաս, անոն ինչ է, Սողոմոն, ոտ է, նա նույնիսկ չգար և մի տարեկան և մայրը կնաց, ժողովորդի վեսինք մեր ոտ մնաց, կետ հայրը մնար, բայց հայրն էր տնաց, ու մնաց անդու, մնաց տնավեր, դոլաչ, տնավեր, յարի մոտի, հրգանոց ասար, վիրավոր սրդի, աչկերում արցում, օ, գագադին կրդին, Սողոմոն հարի։ երկուցիկ տարին այսպես մի դիմանքար երկելով շուրջը տիդեր, մի հացի հույսով կամ մի հապիտի, միտքը հազարդ է, աչկը մի գետի, սկիզբը խոց էր, այդ վերջը ով դոլաչ, տնավեր, ոտը մոլոր կար, աշխատ կլսում, ով նայր նրան, կամ ով դա նրան մի բադար շդի, շոյան մի պշկի, ուզածը ինչ է երատում այս, լույսի մի մաս, ուսում, Չեմարանի պագում արցակ, որտեր որ աչք ես աճում, զարմանալի հավաքածում, խոսվածների, դարազների, ու բոլորի թեմքի վրա բաղ, սպասում, անքունություն, խոսում հետքեր երազների։ ամեն մեկը մի կավարից և բոլորը թերաղվամաս, ամեն մեկը խիտ խավարից երասում է լույսի մի մաս, նույնն են ուսում, ու նրանց մեջ է սոր նայիր, հակին դարած դաչկահայի, գարմիր շապիկ, գանաչ վարդիկ, վրան բնտած մազե կոդիկ, նախշում կուրբա ոսկի զորեր, ու ոչավոր նաշված զորեր, թեմքը կունակվեց խորոդիկ, ու հայաց կրկելեր զորեր, ախլաչ, դնավեր, Ամենք իրար մոդիկ, իսկ նա ամերջ, մեն ու մենակ, Տեզարների սրդին թանակ մի բուդ արյուն թուշ չերոսի։ ոնց չմնան ամերուսի, ոնց խարնովի, ասի, խոսի,
թե հայեր են վատ է խոսում։ Հայեր են վատ է խոսում։ Բայց նա մեկ էլ Աստված գիտի, թե ինքն ինչպես, ոնց է ուսում։ Սակայն նրան ով ընդունի, այն էլ որտեղ մի հոգևոր ուսումնարան, որի սանը մի օր դառնի Սքեն վարդապետի։ Երկիր որդյակի, երկիր։ Endem havuz başına. Առաջին անգամ անսպեհարանի հիմնադերի մեջ սրբավուլդորեն Թուրքիա կենում։ Աստ հայոց հադի ասուր պարախում ասուր հնչել է մեղետիկ ոսկը։ Հայր մեր, առաջին անգամ սրբավուլդության մանանեխ ընկա։ Աստ հայոց հոդի ասուր պարախում, հովաբրետն ինքն ական չեգախում ինչ-որ մանդական անորեն երկի։ Օ, շարունակի, հարերը եղու, իսկ հայնը դուհար, այդպես դերնային վդակն է կարծես կարերի վրա ձիծաղել ուլա։ Տված ամբերն են բացուպի խաղում, տված երկին է տանում զդանում, տված կեշոկը հանգաչ ոդրվեց, տված թե մի հինգեր տուն կատարվեց, երկիր լաչ, դնավ մեր։ Երկիր որդյակի։ Endem havuz başına. Հայաստան փավը, անկերեն, սեպվից, կատեվից, կնկերից չնչեր։ Հայաստան փարը, անկերեն, լեզվից, կատեվից, կրկերից, կերեն։ Լեզվից, քարտեզից, քրքերից, քերեն։
Ինչպես փակես միասքի լեզուն։ Մի ժողովրդի խոսում փերանը։ Արկելել քիրը, այրել քրքերը։ Բայց ոնց Արկելես գսգծող սրդի, մղկտող հոգու ժայթքուն երկերը։ Դասներդամյան դժվար մի որ Դասներդամյան դժվար մի որ մեր և ծերքից բռնած ջեմարան թերի և որ բուկ սողոն սողոմոն հարցավ Ունչար տեպարի և այդ ճանապարհին ևս 12 կոլորակ տարի ջեմարանի մեջ եկավ Օնսա ու Սողոմոնը Գոմիդաս հարցավ Հետևանում էր և աշխատանքից, զարայքունից ոցիկն ազատում, հեռանում էր նախուցից ու վանքից, ու գնում էր այնտեղ, ուր երկն Ու կրկից դուրս որքան երկեր, Իսկ դրտից դուրս որքան շինագանի ցերկով ցամբած, բայց չհմծված անդեր
շուր դրի։ 16-ն այսպես միգե շուր դրի։ Հացիտ լույս լինի։ Մեր հակետ ազատս ինչ խոսի։ Էլ գերմանացի, էլ ֆրանսիացի, էլ անգլիացի, յուրաքանչյուրը խփեց իր ձգանը, բոլորը մեկ ցերու ոտը կա։ Սան Ստեփանո քաղաք գնացին այնտեղ գումարվող վեհաժողով։ Գերգար նստեցի, ուշ վերգացան։ Ներքերսի ճպտալով ներսից փարգացան։ Անգամ լեռնելով իրար հասկացան։ Ու վերջապես Պիղադոսը հարմակ լվացված իրենց սերկերով հայկական հացը մեջտեղ բերեցին, ինչ արեցին, քանի դա կերտեր մետ վերցրեցին, մեկ է վերստին ներքև տրեցին։ Ու ամեն մեկը մատներն և վարեց, բայց ամեն մեկը այնքան շատ ջարեց, մինչև որ հացը հավագան սարեց։ Ու ցիների վեսինքներով վրա կդուցով, ջանգով, լավ կրկրեցին, արան, դվեցին, արան, հարսի լեցուն գոնքերով եզայի աչնի լավամատ պարան։ Այս այն գոմից միավորների զերոն կերեցին ու մնաց մի թիվ, որ են չքամվի ինչքան էր համես։ Ու մի թիվ մնաց համեստից համեստ, մնաց 16, հայկական հոտված, հայկական հարցի պզկտված մարմնից, ոչ թե մինչևից թաշինով հատված, այլ կաշկշոցով, այլ եղուկներով միգեր ծվատված։ Հայի կյանքում ինչեր չեմ դիր։ Սակայն աշխարհի ծմփոր դերերին դա էլ շատված։ Եվ ահա նրանք վերստին եկան վեհաժողովի, այս անգամ արտենակյուն Բերլինում, հայկական հարցը ուշատելի պես մատին պաստված։ Երկար վիճեցին, դվեցին, արան, հայ բատվիրագը թող նստի թրան։ Ամենքը միմի բողբատե գրան իչան մեր սարին։ Վայտան մեր հալին։ Մեր արյան թիմա ծախսեցին թանակ։ Այ կես խաչաբաշ տրի հաղթանակ։ Աղվեսությանը խառնած շնություն, մեր հագությանը միապանություն, մեր արձունքի թե մի գում չուր դվի, 16-ն այսպես մի կերպ շուր դվի։ Ասկիտ լույս լինի տվապանություն, դուք տվեցիք, շուր կալով կդասնվեց աջեց դարձը 61։ Մեր հարցը մենք։ Իսկ հարցը հայոց կանվեց վերստին, կարծես թե կապված արյան համեմատ։ Մի թիզ էր եթե Սան Ստեփանոյում, Բերլինում նա արդեն դարձավ մի մատ։ Ահա, այստեղ է, այստուն Բերլինում, որ բարեխանա մի վեհաժողով որոշում անեց։ Հայ հողազուրգին չբավարարել 6 արշին հողով։ Այլոց ամենը չխենթացնել, բահվան ու չարտի վշտական թողով։ Կաղծած հավիվ ես, կուն թեատրնի, հայնելին իրեն դեսնում էր իտնավարության գորեգով լեցում հսկա մարակում։ Իտնավարություն, որ հիմա դարձավ հարենորոքում։ Քլուխը քարը, թեգուցնի բարենորոքում, բայց ոչ թե թղթի, ոչ թե քանակով։ Եթե ամենիկ ճարտում ես քարով ու տականակով, բրտում ես տրով ու գերթանակով, խուժանի խուժման պասես հանակով, նաև լրջորեն գալքին պանագով, ինչ ես նորոքում։ Իհան գելած, որ չի ճորացել։ Եվ կոտորացը, որ չեն մորացել։
իշտանա, վեհացի փոխարեն նրան դավթուղթ։ Սրտա մեր բանտում, էլ ինչ ես այդպես լալիս, ցայն գալիս, Ախել ինչ կրունք, թե ջրնչոցով թարված ու թրունք հայոց հույսի դեմ փշկին փակվեցին, թե հայոց ուղտի, հոգնադանջ ուղտի, երկու ծնգներն էլ երեք տակվեցին, նորից մոլեկվեց մահվան հարսանիք, և որսից մինչև վատ շված սասուն, հայոց աշխարի ամեն մի մասում, ամպանանասուն թարնանը թված մի մեծ արշանիք, գտեն, շորտեն, միայն չմորթեն, միայն չմորթեն, միայն չմորթեն, միայն չմորթեն։ Հայ ժողովրդին իսպատ վերացնել, լեզվից, կադեսից, կրկերից չնչեր, Լեզվից, գարդեսից, կրկերից չնչեր, մի ողջ ժողովուրդ մեկ-մեկ տրադել, Մի ողջ ժողովուրդ մեկ-մեկ տրադել և այդ անդարը արմատից հատել։ չնչում են, չգա, Ալլահը վգա, և չի ելել և չի լինելու, Եվ չի ելել և չի լինելու, քանքողը մենք է, ով է շինելու։ Այս մեր մեղքը ինչ է, մեղքը հայն է ջանը, դուք չեք կնում ապրեք շեգանաբադում, ու չգան շեներ, ավաններ ու դուն, հաշիշ չեք զխում, խնում եք կինը, ապրում անտալան ու արակինի, չեք բահում արեն, ոչ էլ ներքինի, գոլը մջանում, Əlbəttə olmaz. Tub çulek molla, որ գաբի չալմա, ցերոնց քեշիշը վեղարավոր է, և վեղավոր է։ հəlbət մեղքը հայն է, դեղունք եք կերձում, բդղունց եք մաշում, ժայվից վանք կերդում, քարից նուլ դաշում, թարբասի աչքին հոնք կամատ կաշում, աղցան եք ծլում շինում ավարան, և մեավոր են այստեղ է նրանք, մեղքը հայումն է, ինչպես չգդվեր այն գոգորդը չար, որը ծամից հանգարց գարող է ճչար, գարող է հայցել բրգություն ու ճար, ոյլեդելն է, Պետք է ազատվեր այն իր աչքից է, որ երազանքից շոում է պայծար, և դա մատնում է նրա ապրած կսկից ու թրանողից թարնում է պատճար, որ օդարները լացողին խղճան, տեսնելով նրա աղի արդյունքը։ ինչ է, Աստված, ինչու է արվում այս կանավորել և ահել մի թատ, բախնելյոր, մեղքը հային է, դուք գիտեք սիրել և ադել, գիտեք խորհել և համեմատել, խույս տալ թավերից զբդյալ, դարավեր լուսին, հարևին ժտալ, և ունեք նաև մեկ ուրիշ անցանք, որ մահավոր է, Գյանքում գամպաններ, որոնք չեն կերվում, ինչպես չի կերվում արունը սրտից կամ գույնը վարտից, Գյանքում գամպաններ, որոնք չեն ներվում, ինչպես դրացուն, այնպես է համար մի ժողովրդի, Չի ներվում հենց այն, ինչը գոչվում է արաբերություն, և այդ ահրելի հանցանքի դիմաց դեր պահանջում եք ներմանվելություն, հա?
անցյալ դրային, դիշյա հապուր մեծ կալստիանալ գարդյանով, զիդու ես դեր, հարարիչն ամերեցում, դատավոր երդալյաց եմ շտնում, և կեզ, վայն է պար, շոտում եմ պատի, այժմ, և մի, և հավիտյան սպատիից ամեն։ Ընգալս մեր առաջալս, դուր կտարած և որմյա։ Ցույց մեզ սկո ողորմություն, դուր աշխարհիս խաղաղություն։ Շիչոս դու բարենոցի, հրգյած մեզ ամենակուտ։ Հայց աղոտքից այդ ինչ օգուտ։ Ճիշտ, աղոտքից այդ ինչ օգուտ։ Ճիշտ, աղոտքից այս ինչ օգուտ։ Մեզ վաղուց է դանակ այս ոգի խարնիչ։ Տազանոտ է մեզ քանի թարավ է։ Այսպես մեր հայրենասեր թագավորներին ու հերոսներին պասկական դահիճներն էին մորթազերծանում։ Մեջը լծվելով թարմանում չորխոտ խրտվիլակ սարքում ու թնում էին մորթազերծվածին բաշտողի աչքի առաջ։ Հայոց քաչիր։ Թե իզե։ Առաջ! Իսեր, առաջ! Իր ժողովրդի երկահան գործի, իր երկը տերեց, քաչորդած մարդին, իր լոլոր, մի չոր, մի թասակ, մի կուր, երկրողներին հոգին հանեց կուր, մեկին դաս նարեց, և հարյուր դասին, նա հրող լոլոր, ջուր կոմինասին, Բարբեր, չարդեր, ուր հրդեր, արնագոլոլ հազար սրդեր, իսկ արուներ,
ծաղիկներն են աչքովանում այստեղ այնտեղ, և ամեն թուր, ամեն ծոհում դառնում է լար յուրոպի, երթում կանգում մատների վար։ Ամեն ծառից նոր մի կատաղիկ, ամեն քարից նոր մի խաղիկ, և դաշտերում շան է շովում, ծաղիկներն են թողում։ Իսկ մի համեստ ծնկածաղիկ աշխատում է ոտքի գլնել, մի գեր շտկել ծրված ծողունն ու ոչ մի գեր չի հաջողվում։ Բարդեր, չարդեր, Ուրըրդեր, արդագոլոր հազար սրդեր, իսկ քարունը Նավեր հավք ենք տարել
Կեսորինելով երկեր ինչպես ոնց մորանաս հանհավիրքն այս օրերին Աշխարհում ով մորանա շուխ աչքով թող կորանա Կարնարած ովիմ նախրորդ ետ չեգան սանցորերից կեսորին ով երկեր Արտում որ
Եթե գույր ու խուլ էր Աստված, եթե կտան զուր էր Աստված, նման Աստծուց ինչպես սիրեց, մի ողջ ժողովուրդ մեկ տրադել և ամբողջ աշխարհ արմատից հատել, և ովքեր Մարդիկ, որ չունեն մարդկային ոչինչ, մարդիկ, որ մարդ չեն, այլ ավելի շուտ մարդագետ գապիկ, որ 7 տարի մեկ չեն դեսնում նույնիսկ օջարի երես, 10 տարի մեկ չեն փոխում շաբիկ և սուր պահ է պետք, որ մարմինների սև դատը կերես։ Հիմա ամենուր նորաբսագի սուր արաքաստն են բղձում անբատիշ, հայոց մայրերին անում անբատիկ, Ելքվողները կորան, հրեշ, սակայն ով կոչի ու լուծի վրեշ, թե տղամարդիկ, հերու ու մոդիկ թարցել են ատեն, լեշ ու մոդիկ։ Եվ մարդիկ, որոնց պիրտ բջեղների կրտնահոտից անգամ հոբոb իր շունչը գտար, ջխլդում էին նույն այդ ոտներով, մեր մանուկներին թեր նորատոտիկ, մեր մանչուկներին լույսի պես արդար, Արաբոտի պես մաքուր ու կերող, կարնան պես փուրող։ Եվ մարդիկ, որոնց աչքերը ջբրոտ հիշեցնում էին ոտակ ճանապարհ, և որոնց միտքը թավաճանապարհ չեն գտնում այնքան, մինչև իսկ այնքան, որ այդ ջբրումից կարող են փրկվել, եթե լվացվեն քոնե օրը մեկ անգամ։ Միևնույն մարդիկ, մեր սուրբ մայրերի հանճարներ սնածիցն էին պրտում, և չկոհանալով սարն ու դակ զենքից, մոր աչքի արջև քարերով էին պշտում ու չարտում կանգերը նրանց, ովքեր ստեղծում ու բանաստեղծում, հրաշքներ էին Աստծու պես կատարում, իսկ եթե տարբերվում էին Աստծուց, ապա այնքանով, որ նա անկո էր, իրենք իրական, հիմա սակայն ցերկն անասնական չնչում էր և այդ տարբերությունը, չնչում էր քարով, հայոց աշխարհի հայկական քարը, չարթում պշրում էր հայոց քանքարը։ Ով արդարություն, թող որ ես ձգեմ ճակատին կոփած, կոչել էր մեկը քարերով չարտված այդ հանճարներից, երբ խուժանն աստուն այրլով հարբած կազանի նման, թրթվելով միան վայրերուն հայտնի իր պատճառներից, որ երրորդ անգամ մոխիր էր թողնում մեր արդ ու այգուց, մեր տաճարներից։ Եվ ունեցել արդարությունը երբևէ ճակատ։ Ոչ, նա ուներ միմիայն կամանք մի խելոք, որ շուր էր դվել միտնաչնչվող հինավուրց ասքի, նախավես զրգելով նրան զարկող բրկող հասկից։ Բայց ասկն էր, որ պուանդ էր, հզիկ, ձված, լքված աստուծուց ու մարդկանցից, զրկված անգամ հուսոկանցից, նույն ասկը մեր, հանգած մեգեններ ստացավ նոր մի հավատ, հոգևարքի իր մահիճում, հոգեթարցը վերածնվեց, մի նոր կյանքի հույսով զիվեց։ Մեզ թարեթար հալածելով, խուշտուշորեն սրացելով, սպանեցին, խաչ հանեցին, սակայն մնաց թե հայություն, արավ կրգին մենք հարություն, և ոչ իբրև մի նոր Հիսուս, այլ հայի պես, Սակայն ոգին մեր հայության, թե այրվեց էլ, ոչ, չի գործում, երկ է ճարում նոր հարության, և ոչ որպես քյունիկ թրջուն, այլ հայի պես, միշտ հայի պես։ Սակայն
անուն քո, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսե արքայություն քո, եկեսե արքայություն քո, եղիցի գամ քո, Եղիցի գամ քո, որպես հերգինս եւ հերրի, որպես հերգինս եւ հերրի, ըսած մեր հանապազոր դուր մեզ այսօր, ըսած մեր հանապազոր դուր մեզ այսօր, որպես եւ մենք թողունք մերոց պարտաբանած, որպես եւ մենք թողունք մերոց պարտաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, եւ մի դանիրս մեզի փորձություն, այդ բրգյաս մեզի չարել, այդ բրգյաս մեզի չարել, Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք Արիդյանց Արիդենից ամեն։ Ամեն։ Անուն հոր եւ որդու եւ որդու սրբո ամեն։ Ամեն։
Միրզոյան, Արամ Խաչատուրյան, Վեհապատ է, բայց նա դեր փոքր է, գրել չգիտի, Քրեր չգիտի, սակայն նրան ով ընդունի, այն էլ որտեղ, մի հոգևոր ուսումնարան, որի սանը մի օր վիդհակնի, Սքեն Վարդապետի։ Անունդ ինչ է որդյակ։ Արամ, Ով ես դու, որտեղից ես գալիս։ կես եմ գալիս։ Ապրես որդյակ։ որ հայդից, Աղեղնավար, այվան, հապետից եմ գալիս։ որ հապետից, գիտես, Այվան, նոյից եմ գալիս։ Դու գիտես նոյը։ Նոյը, որ սետից եմ գալիս։ որ սետից, Այվան, որդին են Ադամի։ որ ադամի, Այվան, Աստծոց եմ գալիս, ես հայեմ, Աստծոց եմ գալիս։ Ինչ ես ուզում։ Միաբանության հայոց աշխարհում։ Երկդ երկիր որդյակի։
Հանրապետության Թանկագին հարազատներ, ապրիլ 24-յանի տող լեցուն ֆորմա Արավոտում ազգային գերեզմանատան մեջ երեկոյան շփրասվածածին եկեցվոր մեջ ապրեցան մեր նահատակներու անշեջ գրագով, իշադակով և հավանաբար ավելի քերեցիկ կերպով չէին կրնար իսագել մեր նահատակներու նվիրված օրը այնպես ինչպես բսագեցինք, եզրափագեցինք հայ երդասարտած ինգերակության կողմե գազմագերբված Պարուշ Սևակի անվրելի զանգագադան թեմատության Որքան խորհուրդ կա թաքնված թանկագին հարազատներ Պարուշ Սևակի այս գործը ողջ հայ ժողովրդի մեծ եղերն է որ խտանան անոր մեջ և իշկերեցիկ կերպով ներգայացուցին մեր թանկագին դղակը և աղջիկները մեզ ամբողջությամբ դեղափոխելով ժամանակի մեջ որ հայ ժողովուրդը գաբրեր խաղաղ գաբրեր ընդխառնված իր հողի հետ այդ ժամանակները չար եղան հայ ժողովուրդը ողբեցավ իր արմատներեն, ողբեցավ իր հողեն, նահատակվեցավ և թուրք շվրդվեցավ պատմական հայրենիքի հողը։ Այսօր զանազան առիթներով խոսվեցավ այս մասին։ Բայց հիմնական մեկ երևույթ կուզեմ շեշտել այսօր, այս սրահի, այս բեմին վրա։ Մեծ եղերնը միայն հող չէր, որ գորուստում ենք այսօր ծապի, հող չէր, որ գորուստ այսօր բանջենք։ Մեծ եղերնը հայ կրագամությունը հոշոտեց։ Բանը երբ կմտապերեն նահատակ կրակետներու հույլը և այդ նահատակ կրակետներեն ճարակայտող հայ մտքին հանճարը, որոնք մեկ օրեն հույսը թրշվեցան ժայրին վրա։ Եվ դակավին հայ մտքի այնպիսի փոխփոչներ, որոնք պիտի բայտելի խամրեցան, թոշնեցան, թալգացան և որքան հանդոշնություն այդ կրական։ Հոգևորյանը ցույլմ ամբողջ, հարկապես Արմաշի դբրվանքին մեջ թասկերակված Օրմանյանի շունչով, Թուրյանի շունչով, որոնք իրենց ամբողջական ուժերը իսպաց պիտի տնեին ժողովրդի ծառայության։ Իրենց հոտին է, իրենց ժողովրդին է, նահատակություն հայցերկելուն որպես քերջկակույն արդահայտություն, հայկական ջարդարավետություն ամբողջ, որոնք կզարդարեին մեր պատմական հողերը, այսօր լքված են և երբեմն նույնիսկ այդ բոլոր հնությունները կներկայացվին որպես ոչ թե հայու ստեղծագործեն ջարակայտող գործեր, այլ որպես թուրք ժողովրդի ողջ է, թուրք քրիստոնյաներու ողջ է, շինված, կառուցված։ Եթե մենք նժարին մեջ տնենք թանկագին հարազատներ, հայ ժողովրդի գորուսը 1915-ին լիդեսնենք և ստանք։ Թերևս ոչ մեկ ժողովուրդ գարենար այդ գորուստեն ետ, ոչ մեկ ժողովուրդ գարենար ամբողջական այդ չարտեն ետ ինքսին վերակտնել, բայց հայը ինքսին վերակտավ, շնորհիվ իր հավատքի, իր հայրենասիրության, իր արմատներուն կարճակ ըլլալու անվերաբահ կեցած և այսօր հավասի հույմը ժողովուրդ
վերընսյուրված մեծ եղերնեն, ավազի, անավատի ավազներեն, բարուշ սեպակ կկեմանացնել և անլորելի զանկագատունը իր խորախորուտ ծալքերով կներկայացվի մեր հանգապին ժողով։ Չերմորեն ես կգնահատեմ մեր հանգապին բեմադրիչը, ում գարությունը, անջարը բացահայտվեցավ ողջ ներկայացման ընթացքում։ Ես ինչպես չգնահատեմ, ինչպես չքաչալեմ այս հանգապին դղակ աղջիկները, որոնք ամիսներ դրկնած են, աշխատած են, հարադեպած են, որպեսզի այս երեկո, ապրիլ 24-ի այս երեկոն քաղցրացնեն մեր ժողովրդի կյանքը։ Ապրիլ 24-ի օրը անչնչելի կերպով թրոշմեն մեր ժողովրդի սրտին։ Ես ինչպես չգնահատեմ, բոլոր են անցնուրած երիտասարդները, որոնք այս գազագերբության մեջ ոգի իբրին դաշտին հայ միշազուտի ճահը միշտ վառ բայելու կերամկա։ Օրտնյալ ունակ, ծեր ծարայություն տոփար կասապերդի հալևահայ մեր ժողովրդի կյանք։ Օրտնյալ լակտուկտանգապին հարզատներ, որ ծեր ներկայությամբ ոչ միայն կաչալերեցին և ստահավադամ, որ ըմփոշնեցին հայկական ալվորդ երևոմը, ալվորդ գիշերմը, որ ծեր կյանքին վեջում, գիշերմը, որ ծեր հետ բինտան, և ծեր ըսկացուներ վիցովե այս կեմեն ճարակայտով, հայկականության, փյուրե ճարակայտով չերության։ Օրտնյալն բոլորը, թող մեր նահատակներուն իշադակը միշտ վառ մնա մեր սրտերուն մեջ և այդ նահատակներուն ըսկացում են ճարակայտով հայ լեզուն, հայ մշակույթը, հայ դպրոցը ընդմիշտ պայծառ մնա մեզնով ասում հայ լեզվի, հայ ժողովրդի և Հայաստան աշխարհի հավերժացման վասն անմահության ասկիս օրտնյալ։